Ողջույն ժողովուրդ ջան, հարանքներս բոլորիդ, դե ինչ այսօր ժամանակը մի փոքր խախտեցինք, 23:00-ա ժամը էս բային, անկեղծ ասած սա միտումնավոր փորձեցի անել, այդպես պլանավորեցի, որովհետև երբ ժամը 10-ին անում ենք, հեռուստատեսությամբ դեռևս կարևոր հարցազրույցներ են գնում ու ինձ թվում է, որ շատերը ովքեր հետաքրքրված են ամենատարբեր թեմաներով դիտում են այդ ամեն ինչը, հետո նոր կվերադառնան բան։ Փորձենք մի քանի օր երևի կփորձենք 23:00-ան, տեսնենք ինչ է ստացվում, հա, որպեսզի ոչ մի բանի չխանգարենք։ Միևնույնն է, հետագայում էլ կարող եք դեպքերը դիտել, հատկապես որ շատ սիրելի հետևորդներից, իմ ընկերներից կիսում են, տարածում են ինչի համար անչափ շնորհակալ եմ։ Կխնդրեմ, որպեսզի եթե հետաքրքիր է ձեզ թեմաները, այս հարթակը ասեմ ինչ թեմաների շրջանակներում է, քննարկում ենք ամեն ինչ, ամեն բան, սենց որպես քաղաքացիներ, բնականաբար ոչ որպես մասնագետներ, իհարկե երբեմն մասնագետների խորհուրդները on-line դիտում ենք եւ նույնպես հրապարակում։ Այսինքն քաղաքացին ինչ է հասկացել, ինչ է տեսել, ինչ է փորձում ըմբռնել եւ եթե ինչ-որ բան սխալ է, ապա թող գնան պատկան մարմինները իրենք մտածեն, թե ինչ պիտի անեն, որպեսզի քաղաքացին ճիշտ ըմբռնի։ Այնպես որ կարող եք բաժանորդագրվել, լայքել, տարածել, ինչի համար շատ շնորհակալ կլինեմ։ Ես ունեմ հետագայում այս թեման նույնպես զարգացնելու միտում, ինչ-որ պավիլյոնային հարթակ եւ ինչ-որ ոչ երկխոսություններ կամ փոքրիկ բանավեճեր եւ այլն, բայց քաղաքացիների շրջանակներում, որովհետեւ ժողովրդավարությունը կարծում եմ պետք է նախ եւ առաջ մտնի հասարակության մեջ, քաղաքացու միտք, հետո նոր կարողանանք գնահատականներ տալ այս կամ այն երևույթին։ Ուրեմն ես մի հետաքրքիր նյութ կա, որ այսօր ճիշտ ասած հաղորդման շրջանակներում ընթերցել եմ ու հիմա եւս մեկ անգամ կցանկանամ ընթերցել, որից հետո կանդրադառնանք ազգային ժողովի այսօրվա թեմաներին, ինչու ոչ նաեւ Նարեկ Կարապետյանին կան ամենատարբեր հրապարակումներ, մի խոսքով ամփոփենք համացանցը, լավ։ Շատ լավ նյութ էր, որի կողքով ես չէի կարող անտարբեր անցնել եւ ըստ էության նկարագրածը շատ ավելի համառոտ լակոնիկ ձևով նկարագրած է այն, ինչի մասին մոտ 5 տարի անընդհատ խոսում ենք ու ասում թե մեր հասարակությունը որքանով այս իմաստով զարգանալու, աճելու տեղ ունի։ Այո, ես այդ բոլորի հետ միասին ես չեմ ուզում ինձ առանձնացնել իմ հասարակությունից, որովհետեւ ես ինքս 1000 անգամ ընդունել եմ իմ որպես քաղաքացի, ինչքան էլ ոչ ակտիվ եմ եղել ամեն դեպքում, բայց այնուամենայնիվ գուցե մի բան պակաս եմ արել ժամանակին, բայց որպես քաղաքացի ես ընդունում եմ այդ ամեն ինչը ու հրապարակային էլ ընդունել ու ներկայացրել եմ։ Բայց հերթով գնանք, հա, որպեսզի հասկանալի լինի խոսքն ինչի մասին է։ Այս տեքստը կարդանք, հետո անցնենք ազգային ժողով։ Ես ուզում եմ այստեղ էլ արձանագրված լինի, էլի կրկնում եմ, սա հաղորդման շրջանակներում նույնպես կարդացել եմ։ Ուրեմն Facebook-յան օգտատեր Արփի Հարությունյանի գրառումն է, ասեմ, որ ընկերներ չեն հանդիսանում, պարզապես աչքովս ընկավ երևի իմ ընկերների հետ ընդհանուր ընկերներ կամ կիսվել են եւ այլն, շատ հետաքրքիրն է։ Եվ այսպես Արփի Հարությունյանը գրում է. Անկեղծ ասած հոգեկան եւ ֆիզիկական զզվանքս մի կերպ եմ զսպում, մանկամիտ մարդկանց հանդեպ։ Ցավոք այդ երևույթը վաղուց ներթափանցել է մշակույթի եւ կրթության ոլորտ։ Այո, ես այստեղ ամբողջովին համաձայն եմ, հենց մշակույթի ոլորտ, որ հաստատ թափանցել է այդ մանկամտությունը իսկապես, որովհետեւ միշտ ներկայացնել այն ինչ ու ասել որ դե հանրությունը սա է դիտում, հանրությունը սա է ուզում, դա չի նշանակում մշակույթ ներկայացնել, դա ընդհանրապես նշանակում պատվեր կատարել թեկուզ հանրության, որովհետեւ մշակույթը ինքը պիտի լինի ազատ ու փորձի հանրությանը բարձրացնել վերև, ոչ թե սպասարկի իր այդ պայի ցանկությունները, փող աշխատի եւ այլն, հետո տես գնալով իջնի։ Որոշեցի եւ կարելի է այստեղ ընդարձակել, բայց շատ հետժզվացնեմ շարունակեմ։ Որոշեցի գրել սրա մասին հերթական էսե, չնայած իմ գրածները 10 հոգուց ավել չեն կարդում։ Ամեն դեպքում մի տեքստը բավարար չէ այս խնդրի խորքային շերտերին անդրադառնալու համար։ Ինչ տեղափոխվել եմ Հայաստան, շատ սուր կերպով զգում եմ շրջապատից մարդկանց անհաղթահարելի մանկամտությունը։ Ավելի ուշադիր լինելով համոզվեցի, որ հայ հասարակության լայն զանգվածների վարկագիծը կրում է հենց ինֆանտիլ բնույթ։ Այս զգացողությունը ինքնին պատահական չէ եւ չի նշանակում վատ ազգ լինելու կամ ինտելեկտի պակասի մասին դատողություն։ Սոցիալական հոգեբանության մեջ կիրառվում է կոլեկտիվ կամ սոցիալական ինֆանտիլիզմը եզրույթը, որը նկարագրվում է այնպիսի հասարակական վիճակ, երբ մեծահասակ մարդկանց լայն շերտեր հոգեբանական առումով շարունակում են գործել մանկական դիրքերից։ Արտահայտվում է պատասխանատվության մշտական փոխանցմամբ արտաքին ուժերի վրա, իշխանությանը, ճակատագրին, աստծուն, հարազատներին կամ ուրիշներին։ Այսինքն մարդը այն ցանկացած դժվար բառական մեղավոր է փնտրում, մենակ թե ինքը իրան չգտնի այդտեղ։ Այս մարդիկ սեփական ընտրությունների հետևանքները չեն ընդունում։ Արագ բռնկվող, արագ ոգևորվող, արագ մարող, շուտ հիասթափվող, մշտական մեղավորներ ընտրող եւ չափից շատ էմոցիոնալ, ոչ ռացիոնալ ռեակցիաներ են տալիս առանց պատասխանատվություն կրելու սեփական էմոցիաների համար։ Նաեւ ունեն կեղծ իրականություն ստեղծելու դրան հավատալու եւ դրա մեջ ապրելու շեղում, համառորեն փորձելով այդ իլյուզիան պարտադրել այլոց։ Սա մենք ամեն օր ենք տեսնում համացանցում, ամեն օր, հա, որ դու բան գրում ես, մեկը մտնում է ու քեզ կոպիտ օրինակ բերեմ, հա, որ դու թուրք ես, այ մարդ բան եմ գրել, գրածի վերաբերյալ ասելիք ունես, քեզ ինչ ես ով եմ, ես նախ հայ եմ ու դա չի քննարկվում, բայց
բանա գրած։ Հասկանում եք, այ իրանց այդ իլյուզիաների մեջ վստահաբար ապրում են, կամ ինչ-որ մի բան կասեն, ասում ես դու ինչ կառաջարկես, լռում է, հասկանում է, որ այստեղ ինչ-որ պատի հասավ, հա, որից են կողմ ինքը պիտի առաջարկ անի։ Այսա նույնպես։ Նման հասարակություններում հաճախ գերիշխում է մեզ պետք է հայր մտածողությունը, որտեղ պետությունը կամ առաջնորդը ընկալվում է որպես ծնող, իսկ քաղաքացին որպես խնամքի կարիք ունեցող երեխա։ Մենք նույնիսկ հողի տակից հերոսներ ենք անում ու վերջիններս մեզ փրկեն։ Գիտեք, մեր շատ ռազմայրենասիրական երկեր կան, չէ՞, նմանատիպ Զարթիր, Լաոմարնին, կսի բանը, Վերկաց Գերեզմանից Անդրանիկ Փաշա։ Մենակ թե մենք ինքներս այդ քայլը չանենք։ Մենք կարող ենք այո գետնի տակից հերոսներին հանել, որովհետեւ նրանցով պաշտպանվենք, բայց մենք ինքներս չենք գնա շատ քայլերի, սա մի կողմից, մյուս կողմից էս որ ասում եմ, մեզ պետք է հայր, որ այսքան հասարակությունը անդադ խնամքի կարիք ունի, այդ հասարակությունը չի ասում, որ հենց ինքն է իր երկրի տերը, հենց պետությունը խնամող է ինքն է ու կրմա դրա համար պատասխանատվություն։ Սա շատ կարևոր բան է։ Քաղաքագիտության մեջ այս երևույթը հաճախ նկարագրվում է քաղաքացիական անչափահասություն։ Այն բնորոշ է հասարակություններին, որտեղ մարդիկ ավելի հեշտությամբ պահանջում են իրավունքներ, քան ընդունում պարտականություններ։ Ես բանը իրավունք ունեմ սա անելու, պետք է իրավունք ունենամ սա անելու, ինչի պիտի ես սա չանեմ, բայց ես գիտեք ով եմ, ինչ եմ բանալ, բայց իրենց երթին պատասխանատվություն մյուսների իրավունքների հանդեպ չունեն։ Որտեղ քաղաքական մասնակցությունը կամ пассив է, կամ հեշտությամբ մանիպուլացվող, եւ որտեղ անհատը դժվարությամբ է իրեն ընկալում որպես ինքնուրույն սուբյեկտ կամ անհատ։ Փիլիսոփա եւ սոցիալական հոգեբան Էրիխ Ֆրոմը այս երևույթը բացատրում է ազատությունից փախուստ գաղափարով։ Նրա համոզմամբ որոշ հասարակություններ վախենում են հասուն ազատությունից, քանի որ այն պահանջում է պատասխանատվություն, ինքնուրույն որոշումներ եւ ներքին կարգապահություն, սեփական կարծիք ու դիրքորոշում։ Այդ մեր ընդդիմությունն է, չէ՞, հաճախ sense բաներ խոսում, որ կամ նախ մեզ սովորացել են, որ այս ինչը չլինի մենք չենք լինի, այն ինչը չլինի մենք չենք լինի, այսինքն պահել են այդ հոգեբանության մեջ, կամ մեկը ախր դու ով ես գնաս կանգնես չգիտեմ Պուտինի հետ sense խոսած բաներ, այսպես բաներ ունեն։ Ոնց թե մենք իմի գնանք այս ինչ բանին մասնակցենք ինքնուրույն առանց որևէ մեկին հարցնելու, այս վախերը հենց դրա հետևանքն է։ Այդ վախի արդյունքում մարդիկ ենթագիտակցորեն նախընտրում են ավտորիտար համակարգեր, կոլեկտիվ մտածողություն եւ պարզեցված աշխարհայացք, որը նվազեցնում է ներքին լարվածությունը, բայց ցավոք նաեւ նվազեցնում է զարգացումը։ Այսինքն, այս մարդիկ հակված են բանը ավտորիտար եւ կա մեր հասարակության մեջ այդպեսի բան կա, չէ՞, օրինակ արադը պիտի Ստալինը ներսես մտ ձեռը խփեր սեղանին, չգիտեմ ինչ էր անել, շուտ արես մեկին տաներ գնդակ կարեր, հիմիկա դրությամբ էլ, տարբեր քրեական գործերով անցնող որոշ երևույթներ կան, որ իրենց քաղաքական գործիչ են հրճակել։ Այդ դա հենց տարածում են, որովհետեւ գիտեն, որ մեր հասարակության մեջ կա այդպեսի շերտ, որովհետեւ ինստիտուտները դուղությամբ աշխատել են արտերկրից մի հատ ուրիշ երկրում, էլի, որտեղ որ գիտեն ինչա նշանակում ազգային բնութագրեր ու նկարագրություններ, հասկանում եք, եւ այդպես հարմար է, օրինակ թեկուզ նույն սովետական միության ժամանակ, հա, ասենք ընդունված էր մտածել այսպես, վերջ։ Նույն դպրոցներում, մեր դպրոցները մինչև հիմա այս կարգավիճակում են։ Ասենք, որքանով է դպրոցում ուսուցիչը պատրաստ հակադարձություններ լսի երեխայի կողմից թեկուզ սխալ կարծիք, բայց սեփական կարծիք։ Եվ որքանով է փորձում ուսուցիչը զարգացնի հենց դա երեխաների մեջ։ Ոնց է սովորեցնում մտածել, ոնց է սովորեցնում սովորել, ոնց է այս ամեն ինչը բացակայում է։ Եվ մենք դասիրակվում ենք այդ այնպեսի վերացում ենք այնպեսի քաղաքացիների, որոնք ավելի հարմար են ավտորիտար ռեժիմ բանը համակարգում, հա։ Եվ որովհետեւ ժողովրդավարություն մենք ինքներս պիտի գիտակցենք դա ինչ է, որ այդտեղ կան նաև պարտականություններ, մենք պետք է ունենանք ինքնուրույն դրսևորումներ ամենատարբեր եւ այլն։ Մենք դրանից վախենում ենք ու այդ դրա համար մտնում ենք այն մյուս դաշտ։ Հայ հասարակության կոնկրետ դեպքում նման վարքաբանական շերտի ձևավորումը ունի մի շարք պատմական եւ սոցիալական պատճառներ։ Այսինքն նորմալ է որ կա, ուղղակի մենք պետք է գիտակցենք եւ ազատվենք սրանից։ Դրանց մեջ են մշտական գոյատևման ռեժիմը, հետ ցեղասպանական տրավմաները, երկարատև արտաքին կախվածություն, խորհրդային համակարգից, որոնք դեռ գործում են իրենց ողջ հմայքով, ինչպես նաեւ կրթական միջավայրում քննադատական մտածողության բացակայություն։ Այս ամենի հետևանքով ձևավորվել է իրավիճակ, երբ մարդիկ կենսաբանորեն մեծահասակ են, բայց հոգեբանական դիրքորոշմամբ հաճախ գործում են մանկական դիրքերից։ Կարևոր է շեշտել, որ ինֆանտիլիզմը չի նշանակում ինտելեկտուալ անընդունակություն կամ արժեքների բացակայություն, այն զարգացման փուլ է, ոչ թե վերջնական բնութագիր եւ տվյալ փուլում մարդը կանգ է առել։ Յուրաքանչյուր հասարակության ներսում միշտ կան անհատներ եւ խմբեր, որոնք դուրս են գալիս այդ շրջանակից, լինելով ստեղծագործ, ինքնուրույն, պատասխանատու եւ խոր մտածող։
Եվ այսպեսի մարկած մենք շատ հաճախ անվանարկում ենք, փախարակում ենք եւ այլն եւ այսպես շարունակ։ Առանց հասկանալու, որ այդ մարդը ունի իր իրավունքները եւ դրսեւորվում է այնպես, ինչպես ցանկանում է։ Եթե օրենք չի խախտում եւ ձեր հանդեպ բանը այդ գծերը չի անցնում, ապա թող դրսեւորվի ինչպես ցանկանում։ Այսպեսով այն զգացողությունը, որ հայ հասարակության մեջ գերակշռում է ինֆանտիլ վարկագիծը, կարելի է դիտարկել ոչ թե որպես ազգին ուղղված մեղադրանք, այլ սոցիալ հոգեբանական վիճակի գիտակցում։ Իսկ գիտակցումն ինքնին արդեն հասունացման առաջին քայլն է։ Իսկ ով եմ ես, որ չօգնեմ ձեզ գիտակցման հարցում հայելի էֆեկտով։ Ահավասիկ։ Մեծահասակ երեխայի կյանքում գրեթե միշտ կա մեծ մեկը, որը պետք է լուծի իր խնդիրները։ Ծնող, ամուսին, պետություն, ղեկավար կամ ճակատագիր, այսպես ասած։ Երբ ինչ-որ բան չի ստացվում, պատճառը հազվադեպ է գտնում սեփական քայլերի մեջ։ Մեղավորը սովորաբար համակարգն է, մյուս մարդը կամ այս երկրի վիճակը ծայրահեղ դեպքում բախտը։ Կենցաղում ինֆանտիլ մարդը դժվարությամբ է պահպանում կայուն ռեժիմ։ Նա հետաձգում է պարտականությունները, անընդհատ ապագայով է ապրում, բայց միաժամանակ սպասում է արագ արդյունքների։ Այսօր գործողություն չի անում ինքը։ Ինքը չի քննարկում իր երեկվա արածը։ Երկրորդ, ֆինանսների հարցում հաճախ կա հակասություն։ Ցանկություն կա ունենալ հարմարավետ կյանք, բայց չկա պատրաստակամություն երկարաժամկետ աշխատանքի կամ դիսցիպլինայի։ Ծախսերը կարող են լինել իմպուլսիվ, իսկ հետևանքների պատասխանատվությունը տեղափոխված ուրիշների վրա։ Երրորդ, սոցիալական շփումներում նա հեշտությամբ նեղանում է, զոհի կերպար ընդունում, սկանդալներ ու դրամաներ ստեղծում, մանիպուլացում, բայց դժվարությամբ է բաց, ուղիղ եւ հասուն երկխոսություն վարում։ Այն ինչը որ անում են մեր ընդդիմադիրները։ Քննադատությունը ընկալում է որպես անձնական հարձակում, ոչ թե աճի հնարավորություն։ Նրա խոսքում հաճախ են հանդիպում. ես ինչ կարող եմ անել, կամ ամեն ինչ որոշված է, կամ մեզ չեն թողնում արտահայտությունները, որոնք նվազեցնում են սեփական սուբյեկտայնության զգացումը։ Եվ այո, այս մտածելակերպը հատկապես վերջին տասնամյակներում մեր ուղեղի մեջ դրվել է։ Իբր, բայց բանը մենք ինչ կարող անենք, որ արդեն որոշված է, արդեն այս սա դրվել է, ու մինչև հիմա փորձում են անընդհատ դա կիրառել։ Հասարակական մակարդակում ինֆանտիլ մարդը միաժամանակ դժգոհ է իշխանությունից եւ սպասում է, որ հենց իշխանությունն իրեն պետք է փրկի ճակերտները։ Նա պահանջում է արդարություն, բայց հազվադեպ է պատրաստ ինքը հետևել կանոններին, եթե դա անհարմար է։ Քաղաքացիական պատասխանատվությունը նրա համար абստրակտ գաղափար է, մինչդեռ անձնական շահը առաջնային շարժիչ։ Վեցերորդ, էմոցիոնալ դաշտում ինֆանտիլիզմը արտահայտվում է սուր, բայց կարճատև ռեակցիաներով։ Վրդովմունքը կարող է լինել բարձր, բայց արագ մարում է, առանց գործողության վերածվելու։ Կա ուժեղ ցանկություն պատկանել ինչ-որ խմբի, ունենալ մերոնք եւ օտարներ, քանի որ դա ազատում է ինքնուրույն մտածելու բեռից։ Այսպիսի մարդիկ պարտադիր չէ, որ լինեն տգետ կամ անտաղան։ Հաճախ նրանք ունեն ինտելեկտուալ պոտենցիալ եւ նույնիսկ ունակություն ստեղծագործելու, սակայն նրանք չեն հաղթահարում հասունացման շեմը եւ չեն ստանձնում սեփական կյանքի հեղինակը լինելու պատրաստակամությունը։ Մենք մեր սեփական կյանքը կախում ենք ամեն մեկս կապ չունի ինչ։ Մեր սեփական կյանքը կախում ենք ցած ուրիշների վրա, ուրիշներին մեղադրելով, պարտականությունների մեջ չկատարելով եւ այլն եւ այլն եւ այլն։ Նորից կրկնեմ, ինֆանտիլիզմը ոչ թե բնավորություն է, այլ անավարտ ներքին զարգացում։ Հորդորում եմ անցնել այդ ցիկլը, վերջապես հասունանալ։ Չմնալ Երևան դարձած իմ երևունի երկի տակ, այն որ դարեր ես ապրել, բայց մնացել ես պատանի։ Այդ շատ ամոթալի երևույթ է։ Պատանեկության փուլը ամենաչկողնորոշված ու անիմաստ անցումային փուլն է մարդու կյանքի։ Պետության դեպքում առավել քան զարգուրելի է։ Երկրսիրուն ես խնդրում եմ երկի վրա չկենտրոնանալ, բայց իսկապես այդ բանն է, էլի ես օրինական բերված, այն որ դարեր ես ապրել, բայց մնացել ես պատանի։ Այո, դարեր ես ապրել, մեծացել ես։ Եթե դու դեռ պատանի ես մնացել, ուրեմն խնդիր կա։ Բայց սա այլաբանական իմաստով է։ Ահա այսպեսի մի նյութ էր պատրաստել Facebook-յան օգտատեր Արփի Հարությունյանը, որը ինձ շատ գրավեց եւ իսկապես այդտեղ ես շատ բաներ տեսնում եմ մեր առօրյայի հետ կապված եւ կարծում եմ ամբողջովին կարող եմ համամիտ լինել։ Մենք տեսեք, օրինակ պատերազմից հետո մենք կարող ենք մեզ շատ հարցեր տալ ու շատ արագ մեջքներս ուղղել, բայց մենք դա չցանկացանք անել, որովհետեւ մի կողմից մեղադրում էին, մի կողմից պաշտպանում էին, բայց երբ որ մարդիկ են լինում իրականությունը ասում էին, թիրախավորվում էին, սա անձնական օրինակով արդեն, թիրախավորվում եւ քաղաքականացվում էին, որպեսզի ավելի հեշտ թիրախավորեն, այսինքն ուրիշ կերպ չէին կարող վարվել։ Բայց անգամ այդ շրջանում, օրինակ, ես շատ էի սիրում ասել, որ ժողովուրդ ջան, պատերազմի նման ելքի մեղավորը ես եմ, ես քաղաքացիս, ով գուցե ժամանակին պիտի աներ քայլեր, որ չի արել, կամ արել է, բայց այնքան էլ լավ չի արել, անավարտատու էր, կամ եւ այլն, այսպես կամեր, հասկանում եք, այսինքն մենք ամեն մեկս մեր մեջ պիտի դիտարկեինք դա։ Իսկ ասենք օրինակ, հա, ասում ենք բանը, չգիտեմ, փողերը լափում էին, բայց մենք էինք չէ տալիս այդ հնարավորությունը, որ նրանք պետության արունը խմեն։ Մենք քաղաքացիներս ամեն մեկս մեր հերթին։ Ու ամեն մեկս մեր հերթին ասում են, հա, բայց մեզնով ինչ պիտի փոխվի, որ ահա մի որ ասեմ բանա փոխվելու։
ու ես մտածելակերպը ցավոք մինչև հիմիկա, այսինքն պետությունը ըստ էության գնում է ժողովրդավարության ճանապարհով, բայց մենք ինքներս ժողովրդավարությունը դեռ մեր ուղեղի մեջ չենք մարսել, չգիտենք դա ինչ է Իրանից ներկայացնում։ Եվ գիտեք ինչ, պետք չի մի անգամից, հա, բայց մյուս կողմից մենք մեկ էլ կնստենք ու մի հատ այնպես պետության հետ կփորձենք համեմատվել, որտեղ ժողովրդավարությունը վաղուց հաստատված է ու արդեն ահագին բաներ ուրիշ ձև են գնում, հասկանում եք։ Այսինքն համեմատելուց պետությունները համեմատում են, բայց քաղաքացիներից իրար հետ չենք համեմատում։ Պատասխանատվության զգացում պիտի լինի մեր մեջ, մեր պետության հանդեպ, մեր ինքներս մեր հանդեպ, մեր միջավայրի հանդեպ։ Եվ պատասխանատվության զգացման բացակայությունն է, որ այսօր ով ինչ ուզի եմ պսևդոլրագրողները նստում ինչ ուզում գրում ու հրապարակում են, ինչ ուզում են բառացիորեն։ Ու անցնում են առաջ, էլի։ Մինչև մի հատ հերքում է հայտնվում դատարանով, բանով այդ թեման վաղուց անցած են լինում։ Սա այս մասով անցնենք առաջ, որովհետև մի երկու թեմա առանձնացրել եմ ժողովուրդ ջան, որ sense կարելի է կարճ անցնել։ Հա, մինչև շատ խորը գնալու, ուրեմն տեսեք ինչ եմ, ես սկսել եմ հասկանալ, նախ գանք ազգային ժողով, հա, սկսել եմ հասկանալ ինչու՞մ է կայանում հատկապես դաշնակցականների ագրեսիվ վարքագիծ, ասենք ինչի համար են իրենց այդպես դրսևորում։ Ну, կան իհարկե տարբեր կարծիքներ, դրանց բոլորի հետ համաձայն եմ, բայց կա եւս մեկը, որի վրա չենք ուզում ուշադրություն դարձնել, այսպես համառ ձևով։ Նայեք, այս մարդիկ, երբ որ հարց են տալիս ազգային ժողովում, հաստատում հետևում է պատասխան, ճիշտ է։ Իրենք իրենց պաշտոնական կայքերում տեղադրում են միայն իրենց հարցը։ Այդ տեսեք ինչ ուժեղ հարց տվեց, այդ տեսեք ինչ ուժեղ պորտատեղադրում արեց հարցով։ Հարցով պորտատեղադրում չեն անում, հարցով հարցն է։ Պատասխանը հետևում է, հետո արդեն մնացածը գնահատականը մենք կտանք։ Այսինքն փորձում են դրանով ցույց տալ, թե իրանք ինչ որ համարձակ դրսևորումների մեջ են կարողանում են ինչ որ սուր հարցադրումներ անել, տեսեք, բայց կողմ, բայն կողմ, բարձրացնում են ժողովրդի հարցերը, դուք ժողովրդի հարցերի պատասխանները թույլ տվեք լսենք, որովհետև այդ կիսատ նյութերով կգնա դուք ձեր լսարանին եք խափում եւ այո նրանք կարողանում են խափել եւ ցույց տալ այ հենց այդ մանիպուլացնելով հաշվի առնելով մեր հասարակության որոշակյոն այս գնահատականը որը որ վերնշված է կարդացի հա օրինակ հա տարական օրինակ բերեմ եւ դուք ինքներդ կարող եք ստուգել խնդրեմ նայեք սա երկիր մեդիայի էջն է երկիր մեդիան ՀՅԴ պաշտոնական իրանց կայքը մյուսը որը դաշնակների հետ կապված է նույն ձեռագիրն է նայեք ասենք Գեգամ Նազարյանն է Մանուկյանն է ոգևորված հարց է տալիս ոստիկանություն, ԱԱԾ, հասել են այնտեղ Այսօր թղթերը, բաները, ինչ թղթերը, որ մեկը սուզում կունենա։ Այսօր նորից ասել է, որ արտաքին ճշմարտ ագրեսիան տակ է մարել հայտարարություն։ Ինչքան է սիրուն խոսել։ Վաղը այդ ամեն ինչը բարձրվելի է։ Ամբողջ ԱԱԾ-ն դուք սպառացրել եք եկեղեցի դեմ պայքարով։ Վերջ։ Լավ ինչ պատասխան հնչեց։ Լավ դու ասեցիր, ապրես, նստի երկուս։ Ինչ պատասխան հնչեց։ Նայեք, ապահովում են արտաքին տեսքը, թղթեր, իբր տենց իրանք լիքը բանից հասկանում են, ուսումնասիրել, եկել են մի հատ չգիտեմ ինչ լրացնան, եւ սենց խրող ձևերով, քարոզով սենց հարցը, օքեյ։ Ու ինչա երկիր մեդիան իմի պիտի որոշի ներկանա որպես օրինակ լրատվական կայք։ Սա լրատվություն, հա։ Լավ, հասկացանք, ես այդ դաշնակներին պատասխանը կարող ենք լսել։ Օրինակի համար ասեմ։ Civic AM-ներ ԿՊ-ի պաշտոնականն է, չէ՞։ Civic AM-ը կամ տեղադրում է առանձին, եթե առանձին բան է տեղադրել, տեղադրում է միայն ելույթները, եթե դրանք առանձին է, ելույթն է։ Կամ եթե պիտի ներկայացնի որևիցե մեկի պատասխանը, դնում է սկզբից ձեր հարցը հետ։ Հասկանում եք, հարցը, պատասխանը։ Այդ հատվածներ պետք։ Իր հարցով, իր պատասխանով տեղադրում է իր պաշտոնական էջում։ Չի խորշում։ Բայց ինչ եք դուք տենց անում, որովհետև ինքներդ գիտեք, որ ձեր տված հարցը հարց չի։ Ձերը եզրակացություն է, խիստ անձնական, որը բերել եք ազգային ժողով ու փորձում եք մեզ ապացուցել իբր գործ եք անում։ 4 հատ թուղթ եք օդի մեջ թափահարում, իբր տենց լիքը տենց կարդալու համար ուշքներդ գնում է, եւ որ այդքան թուղթ եք սիրում կրծեմ։ Կասեք մի հատ իմանանք 44 օրյա քննիչ հանձնաժողովի արած աշխատանքներին ընդդիմադիր դաշտից որ պատգամավորն է կարդացել սկզբից մինչև վերջ զեկույցը։ Գաղտնի դոստուպի տակա, ցավոք օրինակ ես չեմ կարող կարդալ։ Որ մեկը դա կարդացել, որևիցե մեկը դեռևս չի կարդացել։ Իմիջիայլոց ջես հիշեցա, որ դու 44 օրյա պատերազմը շահարկելով հասակազգային ժողով։ Մեկը կարդացել եք։ Չէ, ես որ դա անկապ թղթերը, դուք թափարում եք այն թղթերը, որը ասենք ամեն մեկից ձեռքի տակ կա։ Ցանկացած քաղաքացի, որ ուզենա այդ թղթերից ունենա, սիրուն պոիսկով կարող գտնի տպի, հանի թափահարի։ Սա, բայց իրանք այստեղ տեսարժանությունն են ապահովում։
Այ մարդկանց, իրենց հետևորդների, իրենց հավատացող քաղաքացիների, ովքեր ապրում են այլ իրականության մեջ վաղուց, որովհետև այս սրանով են սնվել, այ տեսար, այ որ ասում էր, այ ճիշտ էր ասում, այ տեղին էր ասում, այ դուք տեսաք ինչ ասեց, բայց դուք տեսաք ոնց ասեց, ու պատասխանը չկա։ Ու դուք պիտի դնես բացատրես, իսկ դուք տեսաք ինչ պատասխանեցին, իսկ դուք տեսաք ոնց պատասխանեցին, իսկ դուք տեսաք որ դա այդպես չէր, դուք չես կարող։ Որովհետև իրանց էլեկտորատին նաև համոզել են, որ այս ինչը չարիք, այս մեկը ներնա, այդպես բարեր են, չէ՞, սիրում ասել, այս մյուսը չգիտեմ տիրադա, ասես բարդ բարեր են դնում, այս մարդկանց հերրու պահելու այն մյուսներից, ովքեր որ պատրաստ են բացատրել, զրուցել, երկխոսության մեջ մտնել։ Այստեղ է շատ հարցեր։ Դուք կարաք շատ սիրուն խոսալ։ Կարաք Մսող ասես։ Չի հասկանում ինչ ուզում ասած լինի։ Երկու բար գրի ապեր, իմանանք ինչ ուզում ասած գրել։ Ապեր կամ քուրիկ չգիտեմ։ Իմի ամբողջ շաբաթ ազգային բանը, մինչև ազգային ժողով գնար, ինչ ասես խոսեցին։ Ինչ ասես։ Ուրեմն ժողովուրդ նայեք, այ ինֆանտիլիզմի թույն օրինակ էլի։ Ուրեմն մի հատ sense մեկը մտել է։ Ես ինչ անունով, աս չգիտեմ, ընդեսը J5FK-ս բանով։ Ակլորներ է նկարում ու խնդալու սմայլիկներ դնում։ Հիմա ասում եմ գոնե մի բան ասա, քանի որ ինտերակտիվ շփում է, դրա համար ես անգամ արդեն կարող եմ հանդիստ անդրադառնալ։ Ու ինքը պատկերացնում եք ասել է, գրել է Թուրք Նիկոլ։ Հիմա երկու տարբերակով կարող եմ պատասխանել։ Եթե դու կարծում ես, որ ես այստեղ նստած պիտի բանը Նիկոլին պաշտպանեմ քեզանից, դու չարաչար սխալվում ես ապեր։ Ապեր կամ քուրիկ, չգիտեմ, որովհետև ոչ թե ես ցանկություն չունեմ նրան պաշտպանելու, այլ նա քեզանից պաշտպանելու կարիք չունի։ Սկսենք այստեղից։ Երկրորդ, եթե Նիկոլը թուրք է, երկրի ղեկավարն է։ Այս խնդալու նշանները ես դրել, ուրախ ես։ Ուրախ ես այդ կապակցությամբ։ Այդ տեսնում եք, տարական, տրամաբանական զրույցների դուք պատրաստ չեք մտնելու խոս։ Ասենք ես եկել ինձ մոտ գնում թուրք Նիկոլ։ Ինչի համար։ Ինչ է եղել։ Նախ թուրքը դու ես, որ մինչև իմիջ ես հասկացել, որ դա շահարկելը մեր բոլորիս գլխին է բերում փորձանք, որովհետև այո, աշխարհում վաղուց ազգային բանի վրա խոսելը պետությանը տանում գցում է փուրը։ Եթե դու չես հասկացել իհարկե։ Ոչինչ, ես կարող եմ քեզ մի այլ առիթով մանրամասն բացատրել։ Հիմա այսքան մարդու համբերության հաշվին դա չեմ անելու։ Հայնել Քոչարյան Ռոբերտը, դա հայ է։ Որ մեկն է քո իմացած հայը, մի հատ անուն տուր ու կարող է պարզվի, որ շատ ավելի վատ են վարվել մեր պետության մեջ, քան ցանկացած թուրք օրինակ։ Ինչի համար ես դա անում։ Կայֆատ է, ասեք, եթե քեզ թվում է ես ասեցի մի խառնեմ եմ իրար էսի չարը, սխալ, դու չես հասկացել աշխարհը ոնց է աշխատում։ Գրեցիր, ապրես, հիմա գնա ձերոնց մոտ մտի ասա ինձ իմ 5000-ը տվեք, որովհետև ես համարձակություն եմ ունեցել, մոտ է գնելի էջի ոչ, այսպես ապուշություն եմ արել։ Լավ, տվեք։ 7 ռասիզմ, հա։ Ես դուք ինչ մասնագետ եք հարգելիս։ Եթե հենց կոնկրետ մասնագիտություն ուսած ես հետաքրքրում, հարգելի Մարիանա Մարի, ես մասնագիտությամբ դերասան եմ եւ ռեժիսոր։ Իհարկե նաեւ հանցանոմ գրողների միության անդամ, բանաստեղծ տարբեր բաներ։ Ընդհանուր առմամբ քաղաքացի եմ Հայաստանի Հանրապետության, ով փորձում է հետաքրքրվել այն ամեն ինչով, ինչի անունը որ կոչվում է քաղաքականություն, ու որով փորձում են իմ պետությունը, իմ սեփական պետությունը որևիցե ձև կառավարել։ Ես փորձում եմ դրան բարձրաձայն գնահատականներ տալ։ Շարունակենք։ Ուրեմն, մի հետաքրքիր տեղ գանք, ուրեմն եկեք Նարեկին թողնենք վերջում, հա, երևի անդրադառնանք։ Ուրեմն շատ հետաքրքիր մի բան է տեղի ունեցել։ Նախ ես ուզում եմ կարճ լսենք Վահագն Ալեքսանյանի այս կարճ նյութը, որը վերաբերվում է Սամվել Կարապետյանի եւ նրա եղբոր որդիներին, հա, ովքեր չեն ծառայել բանակում։ Բայց չէ՞ թե այդտեղ քաղաքական մասը չի, չէ՞ թե այս բանակն է ուրիշ համեմատական են բերելու։ Լսենք, հա, այս նյութը մի հատ ժողովուրդ ջան։ Քանի օր է փորձում եմ հասկանալ, որ անդադ ասում են ուժեղ Սամվել Կարապետյան, այդ ուժը որտեղ է թաքնված ու այսօր վերջապես հասկացա։ Դեք ինչից հասկացա։ Ուղղակի տեղեկացա, որ գիտեք, Սամվել Կարապետյանը ունի նաև եղբայր Կարեն Կարապետյանը, նրանցից ամեն մեկը ունի երկուական որդի։ Կարեն Կարապետյանի որդիներն են Նարեկը Կարապետյան, բոլորիդ հայտնի, եւ Վահեն Կարապետյան, որին չենք ճանաչում,
նկարը պետք չի այստեղ տեղադրել, քաղաքականությամբ չի զբաղվում։ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանի այս երկու որդիները բանակից ազատվել են։ Ինչ-ինչ խնդիրների պատճառով։ Ուժեղ են։ Սամվել Կարապետյանը, բոլորիս հայտնի ուժեղ Սամվել Կարապետյանը եւս ունի երկու որդի։ Մեկը բոլորիդ հայտնի Սարգիս Կարապետյանն է, այն հայտնի պում անող տղան, մյուսը Կարեն Կարապետյանն է, որին էլի ոչ մեկը չեք ճանաչում, եւ հետեւաբար պետք չի նույնիսկ նկարն էստեղ։ Ու եթե Կարեն Կարապետյանի որդիները Նարեկն ու Վահեն բանակից ուղղակի ազատվել են ինչ որ խնդրի պատճառով, ապա Սամվել Կարապետյանի որդիները Սարգիսն ու Կարենը առհասարակ ֆանտաստիկ են։ Ուրեմն այս մեր Սարգիսը երկուսն Հայաստանի քաղաքացիություն ունեն նաև այլ երկրի քաղաքացիություն, բայց Սարգիսը օրինակ զինվորական հաշվառման են վայնկոմատում 8 շոտի կանգնել այն ժամանակ, երբ որ արդեն իր կամ ծառայության տարիքն անցել կամ զավակների լիցենզն է լրացվել, որ երկու զավակ պիտի ունենա, ու չծառայի։ Միջև այդ լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի 8 շոտի չի կանգնել։ Կանգնել այն ժամանակ, երբ որ չպետք է ծառայեր, իսկ մյուսը Կարեն Կարապետյանը, Սամվել Կարապետյանի մյուս որդին առհասարակ հաշվառման չի կանգնել, ու որոնողական աշխատանքներ են ընթացել բարբերաբար նրա նկատմամբ։ Այսինքն դենց ուժեղ Սամվել Կարապետյանի որդուն չեն կարողանում բռնել, որ տանեն բանակ, որովհետև մարդը հաշվառման չի գնում։ Եթե սա է ուժի ցուցիչը, որ որդին հաշվառումից փախնի ինչ-որ մի ուժեղ մարդու, չգիտեմ դա ինչ ուժի ցուցիչ է, ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին ծառայություն անցավ, ծառայությունն ավարտելուց հետո որպես կամավոր մեկնեց ռազմաճակատ։ Իսկ մարդկա որդուն ման են գալի ու չեն գտնում, որ հաշվառման կանգնացնեն։ Ինչպիսի ուժի ցուցադրություն ու ինչպիսի ուժի տիրապետում։ Դուք ուժեղ չեք սիրելի քաղաքացիներ, որ ծառայել եք բանակում։ Ուժեղը Սամվել Կարապետյանն է ու իր որդիները, որոնք հաշվառման չեն կանգնել ուղղակի վային կոմատում, որտեղ եթե այս մարդկանց են կազմում, ուժի ցուցիչը է դա։ Այնքան ուժեղը մենք ձեր որդիներին հաշվառումից ազատ էիք, մենք էինք էլի, որ չգիտեմ, դες գնացել ու չոտ են կանգնել, գնացել ենք ծառայել ենք, բայց այս մարդիկ ուժեղ են, իսկական ուժեղ տեղ է, այդ նկատի ունեն ուժեղ Հայաստան ու ուժեղ Սամվել Կարապետյան ասելով։ Դե Հենովերը նուրա, ուր գնացիր ապերը, որ թուրք Նիկոլես ասում։ Դες Նիկոլ Փաշինյանի տեղը ծառայել այն ժամանակ, երբ որ Փաշինյանը վարչապետ էր։ Տղեր ոչ միայն ծառայել է, նաև մասնակցել է պատերազմին։ Ու գիտեք, բոլոր նրանք ովքեր որ այսպես փախած էին անգամ բանակի ծառայությունից, նրանք փորձում էին Աշոտին Փաշինյան պախարակել, այս էթիկայի գնալ, բայց դուք գիտեք ինքը որ ծառայում էր 8 ախրանիկ կար, բանակում պատերազմ էր գնացել, բայց սակո ախրանիկներով էր։ Դրանք ասում են պատերազմ չգնացածն է, որովհետև պատերազմի ժամանակ իշքարոս ախրանիկ ունեց, այդ արտերսնարյատը երկակից որի չմա չի նայ ով ախրանիկով չէ։ Սա մեկ, այսինքն բան էլի, բայց վերադառնանք այստեղ մեր համովներին, հա։ Ուրեմն ամեն մեկը ունեն երկուական տղա։ Այս երկուսը գոնե հիվանդությունով են ոնց հասկացա ազատվել։ Շատ ուժեղ են, ոչինչ, դե մի հիվանդություն, հա։ Բայց տեսեք, մի այսպեսի բան վերեմ ձեզ։ Արդեն շատ լազվեցի լելապեր։ Կդրեք ժողովուրդ ջան։ Սենց անենք աշներից մեր է, բայլի։ Ավեսը չունենք, տեսել ասած։ Դավայ, հաջող։ Ուրեմն տեսեք, ստեղ որն է ուժը։ Օրինակ, եթե ես հիվանդության պատճառով ազատված լինեի բանակից, օրինակ, հա, ու Հայաստանում են մոդալիներ, որ առողջ մարդիկ հիվանդության թղթով ազատվում են, ես ցանկանայի ինչ-որ մի գործունեություն ծավալեի, ու ասեն, որ դու հիվանդության թղթով ես ազատվել, չես ուզեցել ծառայես, դրա համար ես ազատվել։ Ես լուրջ քայլերի կդիմեի, կգնայի կրկնակի բանի, փորձա այդ ինչ են ասում դրան, բժշկական այդ բանին ու կցուցադրեի որ այո ես ունեմ այդ համապատասխան հիվանդությունները, որը օրենքով ազատված ծառայությունից օրենքով այսինքն այդ պարագայում որևիցե մեկը չի կարա բանանի դու չես ծառայել որովհետեւ օրենքով էսպես է բայց Հայաստանի Հանրապետությունում մյուս կողմից մարդուն չես կարող պարտադրել որ նա կրկնակի փորձական բանի գնա հա բժշկական այդ բան ինքը պիտի իր ցանկությամբ իրենք երկուսն էլ չեն գնալու սա էսպես որովհետեւ իրանք հիվանդ չեն իրանք պորոսը հիվանդի թղթով ազատվել են այդ այդպեսի մենտալիտետ է Հայաստանում տարածված եղել Հայաստանում եղել է իրավիճակ որ գժի թուղթ ունենալ եղել է լավ տողության ցուցիչ հասկանում եք գլուխ գովալու բան ահա ես գժի թուղթ ունեմ գլուխ գովալու բան է եղել է ու ոնց որ թե շրանքները կա հասկանում եք այսինքն դիպլոմ ունենալը որևիցե լուրջ մասնագիտության տիրապետելը եւ այլն այդքան գլուխ գովալու բան չէ ինչքան գժի թուղթ ունենալը լուրջ եմ ասում մենք այդ իրականության մեջ ենք ապրել ժողովուրդ Այն մյուսի երկու տղերքը չեն ծառայել։ Այս մեկը ու փախացման ասել է մինչև երկու երեխա ունենա որ սղացնի, այն մյուսը առհասարակ մինչև մի որոնման մեջ է։ Ռոզսկի տակ է, չի ծառայել, ավ ռոզսկի տակ։ Բայց եկեք մի հատ այլ տեղ գնանք։ Դեռ սա էլ իրանց մոր իրանց գլուխ, այ մի հատ կարևոր բան կա, որը որ չի նշվում։ Նայեք։ Այս 4-ն էլ եթե գնային ծառայության, իրանք
Այդ ծառայությունը իրենց վրա չէր լինելու։ Բավական էր չասնում, այնել իրանց ժամանակները, իմանային թե իրենք ում տղերքն է, այդ ծառայությունը ասած հյուրանոցախառրանց էին կացնելու, հասկանում եք։ Շատ հավեսով ծառայելու էին, բայց սրանք չեն ցանկացել այդ ժամանակը ծախսեն անգամ։ Այսինքն բացի այդ անվտանգային խնդիր որ չէր լինելու, չասնի ներսի ռազմորկեք չէր լինելու, այդ ամեն ինչի միջով չէին անելու, սննդի խնդիր չէին ունենալու, չկնելու խնդիր չէին ունենալ։ Բացի այս ամեն ինչը իրանք միևնույնն է, չեն ցանկացել այդ 2 տարին անտեկուս լավագույն պայմաններով տրամադրել պետությանը։ Բայց մյուս կողմից մնացածներին դուք պիտի բան անեք։ Այ մեր հերոսներն, այդ հենց էսի ինֆանտիլության են ամենասկզբում բարի ասեցի, դրա դրսևորումն է։ Բոլորի բանը պարտականություններից տեղյակ են, բայց սեփական պատասխանատվությունից խուսափում են։ Այս սա է իրականությունը։ Հասկանում եք։ Եվ մարդիկ են լինելու, որ սրան հաշիվ չեն տալու։ Չեն տալու հաշիվ։ Հիմա, բայց սա ես ինչի համար է ցուցադրում, քանի զարյատկից չի նստել, էդ էլ բան անենք, էլի։ Նայեք, այդքանից հետո անամոթություն էլի, լրագրության խայտարակություն։ Ուրեմն, առողջապահության նախարարը մոտեցել է ու կներեք հեսա բացեմ։ Այսօր մի վարքյան Տիկին Ավանեսյանը ազգային ժողովում մոտեցել է Պապիկյանին ինչ-որ բան է հարցնում։ Ինքը առողջապահության նախարարը, այն մարդը պաշտպանության նախարարը մոտեցել բան է հարցնում ազգային ժողովում, իրանց արևին մի հատ կադր են բռնացրել։ Երկու գործընկեր են, որը հաուժամ իրար հետ քննարկումների մեջ են լինում։ Ուրեմն, ու ինչ վերնագիր են դրել, նայեք, Museum-ն է, էլի, որ սպանում են, ու սրանք ուզում են, որ մենք իրաց լրագրող համարենք, անգամ լրատվական կայք։ Ինչ է վերնագիրը։ Երկու որդիներին բանակ ճանապարհած Ավանեսյանը զրուցում է պաշտպանության նախարարի հետ։ Ամենից նա ձևակերպում են դրել, իբր Ես երևի բանա փորձում եմ, բարեխոսի կամ ինչ-որ բան, ասենք հասկանում եք, չէ՞, ինչ վերնագիր է դրած։ Սա առողջապահության նախարարն է, էլի պաշտպանության նախարարն է։ Իրանք թե կառավարության նիստին են լիքը քննարկումներ անելու ժամանակ ունենում։ Թե անկախ դրանից, որովհետև զինվորական առողջության հետ կապված 1000 բան է լինում, չէ՞, իրանք կապի մեջ են։ Այո, տեսեք, ազգային ժողովում խոսում են։ Երկու որդիներին էլ բանակ է ճանապարհը, կաչ կա իրանց մասին ամի բան խոսում։ Բայց հարգելի News AM Այո, շատ լավ է, որ մեր նախարարը դուք պատկերացնում եք, ինչ մասնախոս, մեր նախարարը երկու որդիների բանակ է ուղարկել։ Նրա այդքան չի ուղարկել, նրա ծառայության ժամը եկել է գնացել են ծառայելու։ Իսկ այ ձեր նախընտրած հարգելի սիրելիները, ումոնց որ տեսնում եք միանգամից փշակ հաղում եք, 4 տղերքին էլ ազատել են բանակից։ Դա դրանց պարագայով, էլի Արմատոնյանային Քոչարյանի տղերքի ծառայությունը, նո Սերժի Փեսունը չգիտեմ, Աջան Կամ ոչ իրաց պատգամավորների, բաների երեխեքին էլ նայենք էլ մի հատ ով ինչա ծառայել, որտեղ է ծառայել, ոնց է ծառայել, ծառայելա թե չի ծառայել։ Ոսեք էս ինչ է էլի։ Պիտի պատասխանեմ։ Ուրեմն նախ Արան հերը տա։ 1 Հիմա մնացածը գրել է հետևյալը։ Արա գնել ասում են Մալացիայի Թաղապետանի այգի կանչել են Արոտ տան փախել ես։ Ուրեմն լսի։ Ես դրա մասին այդ իրադարձության հետ կապը փախնողը հենց այդ կանչողն է եղել։ Դրա մասին մանրամասն եթեր ունեմ։ Ու եթե շատ կուզես, ես կարամ ուղարկեմ անձամբ քեզ դու մենակ քո համարը թող ու ասա Messenger WhatsApp ունես թե չէ։ Դիր ու լսի։ Որովհետև այդ կանչողը կանչելուց առաջ մատ խաղմաս է գնում։ Ինչ թեմայով որ կանչում է այդ թեմայի գադել է խաղմաս գնում։ Հետո մի հատ էլ երկու հատ բանել փաստա բանել գնում են ՀԿՑ։ Իմիջիալոս ես վերջերս էլ հիշացրել են որ էլ այդ գործը կա։ Հետո սա որոշումը գավրոձին ստենալու, գողոգորոզ սպրոսունի անելու։ 4 տեղով խաղմաս են վազել։ Հետո գալիս է լրիվ ուրիշ տեղից այգի չի մտել ինքը։ Թող շանտաղ առնելու վրա կապուլուտի որ այգի է մտել։ Այգում ես եմ նստած եղել։ Ես գալիս է մի հատ նյու գլիս մի հատ արձանի մոտից մայթի վրից։ Նկարվա, տեսեք ես եկել եմ ինքը չկա, ոչ մի տարածքը ցույց է տալիս։ Հելո փախնում գնում արա։ Հիմա հասկացա Արան ով է, այդ տղա, այդ տվար։ Հիմա դու ինչ սպրոս ես անում, մալիցեկը կողդ նստածել այդ ոչ մի բան։ Այդ չուբլեբաս։ Ես այդպես հարց տվիր արա։ Հարցիդ հետևից էի կողես այդ տղա։ Ֆունցիկներին նայի հլը։ Մանրամասներն էլ դրել ու բիդիտ եմ արել, արա։ Ինչ Արշակ Զաքարյան։ Ինչ Արշակ Զաքարյանն ով արա որ հակադարձեմ։ Արշակ Զաքարյանին ես եկել եմ ասել որ մեջքին ճուճու պոլոզի ծառա չէ։ Ինչ որ հարց կա արա, բա գնա իրան ասա։
Մասը գնել է մեջքի ճուճու բոլոզի ծառը հաջեցել, ով էլ է թեման ուպրիկատ կանի, կփորձի ուպրիկատ անի, ես նրա ինչ-որ մտքովս անցնում եմ, պարյամո ասում եմ, արա, բառացի չեմ ասում, հասկացար։ Դավայդ այդ տուֆտեք, այդ քեզ ղրգել են բան անես, խոսք տանես բերես, դու ով ես, այդ ֆուցն, դու ով ես։ Կարող է երկու բառել ավել ասեմ, դու էլ վազես քաղմաս, արա։ Կանչել են քեզ եկե։ Ժողովուրդ մի հատ խնդրում եմ, ստեղ կփոր մփուր չլինի։ Չէ, Էդո ջան, փաստորեն իրաց մոտեցի թեմա է։ Սրա պատասխաները շուտ դրած է, արա ես օրներ կգտնեմ, համարդ գրիլ է։ Համարդ գրի, արշակ մարշակ ես չգիտեմ Սակարյանը, ինչ անուն ազգանունով ինչ ֆունցիկի անուն ուզում ես տունից քիչ այդակրում, եթե մարդ կա, որ այդ թեմայով հարց ունի, քաղմասին արանքից հանեք, սա հարցերին պատասխանեմ, արա։ Չեք կարա հանեք, հələ Երևան ԹԴ-ը մի հատել էր այն օրը հիշեցրի, որ հələ այդ գործը շարունակվում է։ Հասկացար արա։ Չուբլեբասներին նայել է։ Պարյամո հաչոտ եմ տվել, պարյամո, գնացեք մնացեք տակը կզած։ Թուլեկին նայ, ես եմ 5 տարի ինգաս ֆանարիկով ձեզ մանգալի, դուք եկեք էլ ձեզ ցույց տալիս արա, տուֆտեք։ Ես չեք արա, որ Արշակ Զաքարյանը արա, այն որ Ղարաբաղում փողեր գողնում, պետության փողեր գողնում։ Այն որ ռեստորաններ դրել ՀԴՄ չէր տպում, հետո 44 օրյայից հետո մարդիկ ավտո չէին ճարում, որ մի բան գոնե Քարվաճարից հանեն այդ մարդը հորդիակը չէր կարող անել, ինքը գնացել իր ռեստորանի ատրիբուտներն էր փրկում տեղափոխել Հայաստան, հա այդ Արշակ Զաքարյանը արա։ Դե Արշակ Զաքարյանը որ մարդկանց գլխին խապելա տվե արա։ Որ Արշակ Զաքարյանի մասին է խոսքը արա։ Այդ է ճիշտ դեգեներատ կարա կգնա կմտնեք տակների կգցեք հարց տալ։ Արշակ Զաքարյանի մասին այնքան բան կպատեմ կամաչես որ իր անունը ազգանունով էս ստեղ գրել արա։ Դե Ամերիկայի արկածներից պատմեմ արա։ Ամերիկայի արկածներից որ գնացել հայերին էին խապում կծում երկու աղբեր։ Խապում կծում մարդ խփում բահման։ Ում էր օգնություն բաժնում։ Իրա գողցածներ բաժնում։ Ինքը թող ՀԴՄ-ն բախտով խփածներ այդ օգնության բաժնելու կարիքը չէին կունենա։ Օգնություններ, օգնություն ես էլ եմ բաժնել, այստեղի ներկաների աջակցությամբ եմ մեծամասնություններ բաժանել։ Դու այդքան հարգանք չունես, մտել ես այստեղ արամարայով բան ես գրում։ Մի հատ էլ ներողություն խնդրի դե այսքան մարդուց, որովհետև երբ որ ես եմ փորձել բանանամ, այս մարդիկ են աջակցել, հավաքել ու 1000 բան են բերել, то Արցախեն, то մյուս տեղերն են, արա։ Եկել ես այստեղ որոշել ես քեզ ցույց տալ, դու ճանաչում ես ինձ, բայց դու գործ ունեիչանը ծանոթ ես, արա բաբշե։ Դու ով ես, արա։ Արցախին։ Արցախին օգնություն են, Արցախի մար կյանքս եմ դրել այդ տղա, բա ինքը ուր դե եղել են, ասա տենա մարա։ Օգնություն էր բաժում, կայֆա, դեմից մարդկանց հացը խլեն, դրեն վարդերության մեջ պետությունը բներից խլեն, խապ են կծեն թալնեն ոչկարան, հետո տանեն 2 կոպեկ օգնություն բաժեն դառնան լավ տղա։ Մենք ենք որ համբայից ընկել ենք բան, սաղ կյանքներս Արցախու համար անցկացրեցինք, որ այսօր դրությամբ առա պասլատ անեն։ Հա, հետ այդ նույն Արշակը, որը որ դիրքերը նկարում ուղարկում են ադրբեջանցիներին։ Այ ես դրա մասին է խոսքը։ Ապրես Արբան ջան, Արարատ Սար ջան։ Եկե հարցեր են ստե դնում տեղը, հարցեր են տալիս, Արշակը էս ասես, Արշակն ով արա, որ դու եկել ես իր ասածն էստեղ, կրկնում արա։ Դու ով ես։ Կներ ջան ուշադրություն մի դարձրու իրանք ինադու Սաղին մի հաշինում մեջապի արցախցիներին պարակել։ Արցախցիներին արցախցին ապարակել քո նմաններով ու Արշակ Զաքարյաններով։ Հիմա եկել հայ ժողովրդին եք պարակում անընդհատ արցախցին շեշտելով։ Անընդհատ շեշտելով։ Ես որ գնացել եմ 97-ին Ղարաբաղ ծառայելու, մտել եմ չաստ առաջի հացը այդտեղ էր Հայաստանն է, ես տեղ Ղարաբաղը։ Դե պարակտում չեն ինչ էր արա։ Ինչ էր, հələ մի հատ ասած, հələ արի մտել է հետս եթե տենան դու ով ես արա բաբշե։ Ում դեմն ես եկել ինչ խոսում արա։ 6 հատ չաստ եմ Ղարաբաղում պերևոդ եղել արա, 6 հատ չաստում նույն հարցն է եղել իմ դեմը դրած։ Ղարաբաղը էս է Հայաստանը։ 97-ից ծառայել եմ 2 տարի, մեկ Ղարաբաղից ծառայող չեմ տեսել, արա զինվոր։ Մի հոգի եմ տեսել, իտո 2 օր 3 օր մնաց գնաց։ Մի զորը բերանս է, դու Ղարաբաղից ես ապե։ Ղարաբաղից ես դու արա։ Ղարաբաղը ծառում, ասենք օրինակ, հենց ասա տենամ, Քարվաճարում քանի անգամ ես, Ջաբրայիլում քանի անգամ ես եկել արա։ Հորադիսում քանի անգամ, քո իմացած Արշակ Զաքարյանը Քարշաթաղում քանի անգամ է, քանի վարկյան է եղել արա։ Որտեղ եք եղել, Ստեփանակերտում եք լրված եղել ձեր համար։ Բայց որ Արցախից չես եկել առանց հասկանալու ինձ հարց է տալի։ Արցախից եկան բան կպատեմ, դες մատ Արցախից չլինի, հետո հավասար Արցախի իմանա։ Ես իմ Ղարաբաղցի ինժեների միջավայրում որ ասում, արա ասում ձեր միջի Ղարաբաղցին ես եմ նրանք ձեն չեն անում։ Դու եկել ես այստեղ ինչ ես ուզում ճշտացնես։ Նա գնաց ծանոթացել ով եմ ով չեմ նոր արից, ես իմ ինչ եմ խոսա Արցախցին էս է։
Դու պետք է ինձ ասես ով Արցախցի կամ ինչ Արցախը։ Դու ով ես ինձ ասես արա։ Սրասն այ հələ։ Ով ումից վախում, վախ կոտը դու ես 3000-ը դարձնեցել ես ասես դուխով Արցախացա։ Ես երբ որ Արցախ եմ ասում Արցախ Զաքարյանն ու իր պապաները քաղաքական քարտեզի վրա Նագորնի Ռեպուբլիկով Ղարաբաղ են գրում։ Հասկացա՞ր թե չէ արա։ Ռեպուբլիկով Նագորնի Ղարաբաղ։ Միապելից փաստաթուղթ ցույց տուր հաշտակի քաղաքական պապաների գրա որտեղ որ գրած է Արցախ։ Նա միջազգային փաստաթուղթ ցույց տուր ինձ արա։ Հավայ տուֆտելով չի ստեղ է։ Այդ օրադրույթը Պարշակը Քոչարյանի աղջիկը այդ ռեստորանի բիզնես է դրել, որքան որ ես տեղյակ եմ։ Հələ մի հատ ասա թող տեղը կիմանա այդ փաստաթղթերի։ Հələ թող բերի ցույց տա, այդ Քոչարյանը որտեղ է, որ փաստաթղթի մեջ է Արցախ գրել։ Հələ մի հատ բերի ցույց տա եկել էլի։ Հələ բերի ցույց տա եկել վախերից խոսանք արա։ Տենում ենք ով վախերով, ես իմ դերքով խոսում եմ, դու մի հատ նկարով մտել ես, հավայի լալա լուլու ես անում։ Կես ասում WhatsApp-ի համարը դու եկան բան ուղարկել տակամենած պես տալի։ Գիտես խի, որովհետև վախ կոտես, քակլան ես որտեղ արա դու։ Դու էլ հաշակատ ես Զաքարյան։ Պատի տակերից մարդ խփելով չի արա։ Դեն մտնել կայնել խոսալով, հասկացա թե չէ։ Ու հələ որ այսքան ժամանակ մեկը տեկեք դեմս կայնեք խոսակ։ Մի հատ բես եկավ էնել հենա փախա փակուն։ Որտեղ ջոկես երևի ինտեղ նստածում։ Իրան էլ դեմքով չէի ճանաչում։ Ոնց որ հիմա ես ու դու սուպեր կալն ենք, դու ճանաչում ես ես չէ։ Գրասեն ասեն դե նստած եմ, գրասեն պատի ցակից նկարվես թռնես։ Հասկացա՞ր դու թե հələ չես հասկացել։ Մլիցեկի թեմայով եկել ես սիզից պրոսես անում արա։ Արցախացել դու սակյակը վախեցա Արշակ Զաքարյանն վախեցե Քոչարյանն ու Սերժն են վախեցել արա։ Ես էլ եմ կրկնում, էս ես դու արա, ապուշ ես դու արա։ Ապուշ ես դու։ Հիվանդես արա Քոչարյանի կենսագրությունը Վիկիպեդիայում գրած է հələ որ Ղարաբաղ կողմել գրած է Ադրբեջանցի SSR։ Դու գնացեք դրանք շտկեք, դու իմ վախերի հետ գործում ես արա, հասկացա՞ր։ Գնա Արշակ Զաքարյանի ասախյա կենսագրությունները, սաղիթ կենսագրությունը բանա, օկեր ու Ղարաբաղ են ծնվել Վիկիպեդիայում մի քիչ հարայտ մարտնեղը կողքը գրած է Ադրբեջանցի SSR։ Հենց իմի ժողովուրդ ջան, ձեր տակ ամեն ինչն ուտեք։ Մտեք Google-եք։ Վիկիպեդիայով նայեք ինչա գրած կենսագրությունը։ Եկել դեմ վախ, կերտուս պետք է վախենամ, ഞാൻ турքերից։ Օլոխներին նայ հələ։ Դավայ էլ արես դու, կամ քեզ մի րոպե ժամանակ կամ համարդ գրում ես կամ դավայ բլոկում ես ելնես ասում։ Մեկ ձեն չես անում, երկու ձեն չես անում, այլ դու ուլերին նայ դու արա։ Դու ուլերին։ Քոպես քանի օքեն էլի մտածող, քանի 2-300,000 կա կարա։ Ես խոսում եմ, վախեցել են գնան ծառայեն արա։ Արշակ Զաքարյանը Կարապետյաններին բան չունի ասելու, որ վախեցել են գնան Արցախ։ Այդ որ Կարապետյան Սամվելը կանգնել էր ասում էր տաշի Սամոն, երբ որ կանգնել էր 44 օրերի ժամանակ Ադրբեջանի ու Հայաստանի մեջ հավասարության նշաձող էր դնում, ասում էր կողմերին կոչ են տանում հանդարտ է։ Այդ ժամանակ Արշակ Զաքարյանը բան ասել, նա տաշի Սամոն, այնտեղ զբաղված է եղի ապե գործով։ Քյոպորլու յոլո պուկիներ արա։ Եկել են ում դեմի, էլ ինչ պետք է կասենք մերներով ստրնեք մի հատ արա։ Վերադառնանք, այսի չի գրի համարը։ Կներեք ժողովուրդ ջան, բայց չափերս չեմ անցել։ Չափերս չեմ անցել։ Հա մեկ էլ մի անգամ էլ եմ խնդրում ժողովուրդ ջան, իսկապես չեմ նայ ով ում ասատանում ինչ անում։ Խնդրում եմ մեկնաբանություններում հայոյանք չլինի։ Սա շատ ապե փակում եմ։ Քաֆուր չլինի այստեղ։ Այստեղ բան չի, էսի TikTok-յան հարթակ չի։ Արա քել, դավայ համարդ ուզին չտվիր, դավայ փախար Կարապետյանիք մոտ դու вообще ֆունցի կարա։ Քել է կարա։ Այս դուք եք վախենում, արա անուն տալուց, վախենում եք, արա այդ վախերով էլ գնացեք ապրեք ինչ ես պետք։ Ինչներիս եք պետք։ Այդ վախերով էլ պարյամո բերել աշկ ես կողում։ Ասես 4 տղաները 4 2 տղա մի ախպեր 2 տղա մի 4-ներ չեն ծառայել, արա տարբեր մոտիլովկեքով Կարապետյանի չափարյաց լինեք։ Արա իմ ինքը միլիարդեր ծախսի, մենակ իմ 2 տարվա ծառայությունը իմ կյանքից է գնացել։ Իրանը փող է գնացել, իմը կյանք։ Քո կյանքը փողից թանկ է կյանքում։ Կա դες մի բան քո բանա։ Ես իմ կյանքից եմ տվել 2 տարի ծառայություն ես, մի 6 տարի էլ անենց։ Մշակութային գործունեություն, գրեթե անվճար, գրեթե որ անվճար։ Մա գնալ գալու գազի, բենզինի փող։ Պապիրոզ, մապիրոզի։ Ու վсё, թե ես այդտեղից փող թեթուն եմ բերել, ես գնելու չեմ։ Բան, պատերազմ Դու ինձ ասում ես Սամվել Կարապետյանը որևիցե զինվորից ավել բան Արցախցուն չի արել։ Ոչ էլ հայ ժողովրդին։ Որևիցե բարերար Սամվել Կարապետյան կլինի, ով ուզում է լինի։ Որևիցե զինվորից ավել բան չի արել։ Հասկացա՞ք թե չէ։ Ու եթե
Մարդիկ կշարունակեն տենց մտածել, ուրեմն իրաց հասնում է, այո, որ մնան անտուն ու անպետություն։ Եթե մեր քաղաքացիները հայ ժողովուրդը տենց է մտածում, ուրեմն մեզ պետություն չի հասնում։ Մենք չպիտի ունենանք Հայաստանի Հանրապետություն։ Եթե մենք այդպես ենք մտածում, որ մեկը դրսից փողով սրա կռիշտ է սարքել դրա տունը ու ինքը տենց ավելի բայց տաղին փախցրել է, որ պետության համար չծառայի կամ բան արել, պետության ներսում արժեք չի ստեղծել, եկել այսօր պետությունը ասում է տպեք ասեմ ոնց պիտի անեմ ու դա ավելի բարձր է գնահատում, քան զինվորի արածը։ Տենց իրականություն չի կարող լինի։ Ուրեմն այդ ժողովուրդը չպիտի պետություն ունենա։ Այդքան բան։ Ու կելնե կգնաք 26 թվին, որը ոնց ուզում եք կողմնորոշվեք։ Ես ոչ ասել եմ ով ինչի՞ դա պետք ասեմ։ Ես իմ կողմնորոշումները գիտեմ, ես իմ ճամփերն այ շշետում եմ, չգիտեմ, լավ եմ անում, վատ եմ անում, ես իմ ուրեմ ացել ատել։ Գնում եմ իմ համար։ Փորձում եմ իմ կյանքի ձելորվա տեսակցել, բերեմ սենց ոչ եմ զրուցենք, էլի, չգիտեմ, խոսենք, տեսնենք ինչ ա լինում, այ մարդ։ Փորձում ենք մի քիչ գրագիտություն դրան հաղորդենք, չպարտադրենք մեր կարծիքը, չգիտեմ, վիրավորական բաներ չխոսանք, փորձում ենք տրամաբանենք, ընդունելով մեր սխալները, ընդունելով ես իմ սխալը, մեր ճասը, մեր ով է, ես իմ սխալները, եթե մեկը մտնես բան ասում, նայում հայ, իսկապես, այդքան չի ֆայմել, օքեյ, ընդունում, սև բաներ գոյություն ունի աշխարհում, հələ։ Էսի մենտալիտետ, էսի ճորտի մենտալիտետ արա, ստրուկի մենտալիտետ արա, թույլ տա որ մեկ միլիարդ հատեք, գա քո կռիշը կապի արա։ Դու քո իրավունքները չկարողանաս պաշտպանել, ու լիպես տեսես որ մեկը գա քո կռիշը կապի, ու հետո գա քեզ ասի, արի հետս միտինգի որտեղ հիմա էլ ինձ են նեղացել։ Էսի ճորտի մտածելակ է, ախ կարա, յախ կարա։ Կես լիտր ձեթով գնացի, դες լավ չի արա։ Զզվելի արա։ Ուսրեն կկանեն թուրքը բանն է, էսեն, արա։ Սկականից էլ արա զզվել, ու գիտեք ինչն է զզվելի, էդի դու ես նաև է, էսի մեր հասարակությունն է, մենք ենք, ես, ինքը, սրանով որոշվում է մեր որպես հասարակություն բանը, որակը հասկանում եք, ես չեմ ասում ես մի որակ էլ եսիմ ինչ է, բայց սրանով է ընդհանուր, համընդհանուր որակական հատկանիշը որոշվում, այս սա հաշվի առնելով են ռազմավարական ծրագրեր, այս բաները հաշվի առնելով են հարձակվում երկրիդ վրա, ըխ կարա։ Մարդ զզվանք է ապրում, մարդ զզվանք է ապրում, 4 տղա, Ամերիկայի ընկերոս էր տոմս առել, որ գնայի միասին հանգստանայինք մի շաբաթ, 2 շաբաթ, մարդը ներվա յանցած արասում է գնել ջան, մի հատ հարևան ունեմ, հարևան, անոտ ինչ-որ, թե կոլեգա, արասում է կգա, բա Հայաստանում տեսար, բա Նիկոլը տեսար, բա Ղարաբաղը տվին, բա ես բա Արա ասում եմ, այդ ցավը տանեմ, ասում եմ, ինքն է պատում էլի, ֆորմ ասում եմ, այդ ցավը տանեմ, դու ունես տղերք, ես էլ ունեմ տղա, ոչ դու ես քո տղերքին ուղարկել, ոչ ես եմ իմ տղերքին ուղարկել, մենք եկել ենք ստեղ, ապրում ենք, արա մենք մեր տղերքին չենք ուղարկել, վել մենք ոնց կարանք այդ հարցը դնենք վերցնենք, արա ասում եմ, գնա ջան, ասում եմ, էլի չի բանան, ոնց կարամ ասում ես մեղադրեմ կռվել կամ չկռվելու մեջ, եթե տղից կողքս եմ բայ, դու էլ քո տղերքին ես կողքդ բայ, արա ոնց այս մարդը դա հասկանում է Այն նույնը, այդ տարական բան է, տարական բան, եթե գիտեք, հենց այդ հոգեվիճակն է հենց այդ բանականության բանն է, էլի, ասենք, չզարգացած լինելն է, մանկամտությունն է հենց, էլի, հասկանում եք, մենակ թե ինքը պատասխանատվություն չի ուզում ընկալի, ինքը սաղին կմեղադրի, բայց ինքը չէ, ինքը ճիշտ է, բայց պիտի անել, պիտի իր ընտանիքով, հասկանում եք, այսպես բաներ կան, ու սա ամեն օր, ու հիմա նստել ասել, թե բա ինքը գիտես ինչքան լավություն արել բան արցախցիներ, ինչի համար է բարել, արա բա խիա արցախցին այդ լավության կարիքով, մենակ դուք ասենք բացել նայել ես Արցախ ինչ միլիարդներ է գնացել արա, ընդամենը 120,000 բնակիչ, ժողովուրդ ջան, գիտեք ինչ, ես ավելի տեսանելի նկարեմ, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ապրում է 141,000 բնակիչ, մեր վարչական շրջանում, այսքան տերիտորիա 140,000 կլորացած թիվ եմ ասում, ոչ ավել Ամբողջ Ղարաբաղում ապրել է Ես պատկերացնում եմ, եթե օրինակ այդ միլիարդները գար օրինակ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան 140,000, 20,000-ով ավելենք։ Արա ամեն մեկս միլիոն, արա ամեն մեկս մտաշիր Սամոյի լավություն կանեինք։ Բա խիա առաջացել այդ մարդկանց մոտ խնդիր։ Որ չգիտեմ, այն մեկի կռիշը սարքեն, այն մեկին օգնություն տան։ Խիա առաջացել արա։ Էլ չխոսամ բնական հարստություններից որ եղել է։
Հա, հասկանում եմ 90-ից մինչև 2000-ականները կարար դեռ Մարտինը, չէ՞, պատերազմը հենց տեղում է եղել ու այդ պատերազմյան վերքերը մի քիչ դժվար։ Բայց դրանից հետո հայ եկել ու եկել է, արա։ Ստեղ Հայաստանում ինչի անուն տվել ենք, ասել են Ղարաբաղ ենք սարքում, կայնեք։ Ինչի անուն տվել ենք Ղարաբաղը։ Ինչի անուն տվել ենք Ղարաբաղցիները։ Ինչի անուն տվել ենք սաղ է, հասկանում եք։ Արա բախիա հետո օտոմատել տաշիր սամու գնացել լավություն անի արա։ Չես գովորստեղ լիքը բան է ինչի։ Այդ շատ վատ է որ տենց է։ Ու հետո դա բերես, համեմատես չգիտեմ ինչի է։ Ես ասում եմ ցանկացած մի հատ տղա, ով 2 տարի ծառայել է բանակում, ընդամենը ես դեռ չեմ ասում ռազմական գործողությունների մասնակից։ Ես դեռ չեմ ասում ուրիշ բաներ։ 2 տարի, եթե ծառայել է բանակում, ընդ որում կապ չունի Արցախում Հայաստան։ Ինքը արդեն արել է ավելին, քան Սամվել Կանապետյանը եւ բոլոր բարերարները միասին վերցրած։ Բոլորը։ Ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Բերել երկիրը դնել մի վիճակի, որտեղ դու ունենաս բարերարի կարիք, չէ, կարող են գործել որոշակի ֆոնդեր։ Այդ ֆոնդերը տարբեր ծրագրեր իրականացնելու համար, որտեղ որ երիտասարդները կարողանան չգիտեմ, սա ուրիշ բան է։ Մենք ինչ աֆրիկյան երկիր ենք, մենք պիտի լավություն անենք, ջուր բերենք, խմենք։ Ինչ պիտի անենք։ Խիա տենց եղել բարը։ Բա խիա եղել, որ մի կողմից միլիարդատերեր են աճել, մյուս կողմից են եղել։ Ու դու եկել ես ինձ մի բան ես ուզում համոզես, արա բացատրես։ Ու այս մտածելակերպը չեք ջոգել որ մեզ ուտում է, մեր թշնամին է այդ մտածելակերպը։ Մինչև այսօր վազում եք անձերի ու անհատների հետևից։ Բա Նիկոլը, բա Կոչա, բա Պողոսը, բա Պետրոսը, մյուսը։ Մենք չենք ուզում հասկանալ, որ այո, անհատներ անհրաժեշտություն կա, ուժեղ անհատների, բայց պետությունը ուժեղ է ոչ թե առանձին մարդկանցով, այլ պետական ինստիտուտներով։ Միակ կայացած պետական ինստիտուտ չունենք, արա։ Հենա, այսօր ազգային ժողովում խոսում է Ժաննա Անդրեսյանը, ռեալ բանաց, սաղորը դուրս է կանգնում ինչից ուզում խոսում են այս падգամավորները, գալիս մտնում են ազգային ժողով, արա, ընդդիմադիրների հարցերը ԿՊ-ն է տալիս կառավարությանը։ Այնտեղ դուրս ինչ ասես խոսում են գալիս են ազգային ժողով, որտեղ որ կարան այդ հարցը տանել չեն տալիս։ Ջոգել եք, չէ՞։ Մուտի լոժիկ է, որտեղ գիտեմ այդ հարցը խնդալու է։ Դա մաքսիմում իրանց էլեկտորատին կարան կերցնեն։ Իրանք էլի չեն կարող կառավարությունը հարցնել, որովհետեւ դա պատասխանը բավոլ չի։ Հասկանում եք, պիտի գնան իրանց ալիքներով մի կողմանի բաներ տենց ասեն ապուշ։ Հա, այսօր քանի հարց պարիտ եմ, նստած նայում եմ հարց ու պատասխանը։ Նայում եմ, ասում եմ, քպես որ պատգամավորը հելավ, ասում եմ, հարգելի, չգիտեմ, Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, մյուս Ընդդիմադիրները կամ էսի շկայքերը, որոնք պատկանում են ընդդիմադիրներին, այսպիսի խոսույթ են տարածում, այսպիսի հարցադրում են անում։ Այս մարդիկ էլ պատասխանում են։ Ընդդիմադիրները ընդդեմ ասած, արա բտտեք ձեր հարցերը, ԿՊ-ն է տալիս։ ԿՊ-ն Հայաստանի կոպերած հարցը, դուք ինչ ես տալիս բարը, բախեք դուրս է կյանքներս ուտում։ Ժաննա Անդրեսյանը թիվ ասում, արա, մեկը կարեք սրա պատասխանը տակ, թե չէ։ Թե չէ, մի մղատել եք մի Գագիկ Ծառուկյանն է ուժեղ բարերար, բա սպորտին բանին։ Լսեք, պետությունը ծախսել է մինչև էս։ Բանի, այդ բան սպորտի վրա, հա, ոնց էր դա կոչվում, ինչ տեսակ սպորտ էր կոչվում, այդ որ մասսայականություն են էլի վայելում։ Ծախսել է այն ժամանակ 200 միլիոն դրամ։ Հիմի 5 ու քանի միլիարդ դրամ։ Խոսում եք սպորտի զարգացումից։ Սա սպորտը նույնպես մշակույթ է, հուշ եմ ձեզ եթե ինչ։ Եվ այնպես ինչպես սպորտը կարա պետությունը ճանաչելի դարձնել, երևի ոչ ոք չի կարա։ Թվերի տարբերությունը ջոգում եք դուք 200 միլիոն նուր, 5 միլիարդ նուր։ Դուք դուրս եք եկել, ասում եք այն դահուկային սպորտի, չգիտեմ, եսին որի մարզիչին հեռացրեցին աշխատանքից, որովհետև մարզիկը Ադրբեջան բառը վրան չէր բան արել։ Բա դուք չգիտեք, որ այդ սպորտաձևը օրինակ սպոնսորը Ադրբեջանն է։ Բա մեկ ճշտ եք։ Որ հետո սկանդալ չդառնար։ Եթե դու պիտի գնաս, այդ էլ փագեր, ապա պիտի չգնայիր։ Ոչ թե գնայիր ու փակեիր, այլ չպիտի գնայիր, որովհետև դա փակելով չեղավ որ այդ շորը հակը չի։ Դու ավելի ընդգծեցիր, որ դա մի բանկա, որը փակած է։ Հետո մի հերոսացեք, տեսեք, ներ հերոս բանը, լիժիստը փակել է Ադրբեջանը։ Հերոս կնա, որ այդ հակոստը ինչ կպերած ու դա որ ռադարից է դենացի, կամ ինչև է ճշտած լինեիք։ Այսպես դեգրադացված բաներից եք խոսում։ Կամ առավոտից իրիկում եկեղեցիները, մեր եկեղեցիները, արա 30-ից ավել եկեղեցի, մենակ եկեղեցի, ես չեմ խոսում ուրիշ բաներ։ Մենակ եկեղեցի է հիմնանորոգել վերականգնել պետությունը 30-ից ավել։ Նա թիվ ցույց կտակ ձեր եկեղեցապաշտպան այդ բաներով ձեր կառավարման ժամանակ քանի եկեղեցի է պետության կողմից, կառավարության կողմից հիմնանորոգվել կառույցներ։ Ես ասում եմ, մենակ եկեղեցիները չեմ ասում պատմամշակութային մյուս կառույցները, AUX-ի շենքի վերադարձը չեմ ասում։ Ես որ ապօրինի գույքով էր էթում։ Հասկանում եք, սրանք չեմ ասում։ Ես չեմ ասում են կենտրոնի շենքերը համարակալած, որ տարակերն անիծեցիք։ Ես չեմ ասում այստեղ մեր պատմական ամրոցները, բերդերը, մյուսը, սրանք չեմ ասում։ Եկեղեցի։
Բայց սրանց մասին չի խոսացող, չկար կամ չկա։ Հիմի որ ասում ենք, դու պաշտպանում ես, ես չեմ պաշտպանում, ես գնա հատում եմ դա։ Կան բաներ, որ սրտով ես, վայ, ոնց չկան, են էլ ինչ կան։ Այսինքն, եթե ես հայհոյանքով չեմ քննադատում, այլ պահանջս այլ կերպ եմ ձևակերպում, ուրեմն ես չեմ քննադատում, այդ ձեզ թվում է։ Հազար կներեք, էլ ես որ հերթական անգամ համացանցում տեղադրել էի քաղաքացու խնդրանքը, նկարահանած, հրազդան քաղաքից, ոնց է իրանց տունը երկու տուն, քանի օր ջուր չունեն, մինչև գարունը բացվի, ինչա ներքևը սառցակալել է, սա ճիշտ է։ Համայնքապետարանի գործառույթը չի այդքան էլ, բայց այնուամենայնիվ նրանց էի նշել, ասում եմ իմ բան արեք։ Նրանք էլ պատասխանել են, բայց լավ չեն պատասխանել, հələ վաղն նա պիտի զանգեմ էլի ճշտեմ։ Կամ կարողանում ենք աջակցենք, եթե չէ, պետություն եք։ Ինչ արեք, գնա բարերարների դիմեն, որ հետո նրանք էլ ասեն, քո ամը լիքը բան են կարել արի։ Ինչ, բայց չես ասում, որ սրտովը չի։ Երևի մեջ չի։ Կամ կապված, ոնց որ Արման ջան, դու ես բանի հետ կապված սոցապի։ Սոցապի թեմաների հետ կապված։ Ես կարող առաջանեմ, սպասում ենք պատասխանի։ Չստացեց առաջանում ենք, նկարենք լուսաբանենք, բայց ինչ պիտի անենք։ Ոնց ես ինչ է։ Խի ասենց, ոնց ասենց լինում։ Բայց ժողովրդավար իշխանություն եմ ընտրել, որ պահանջեմ։ Որ քննադատեմ, երբ որ ինչ-որ բան, որովհետև իմ պետության կառավարմանը, ես որքան էլ որ լիազորել եմ իրենց, պատվիրակել եմ իրենց ընտրությունների արդյունքում, ես ասելով մենք։ Արել ենք, դա ոչ թե որ թողնենք իրաց վրա, ասենք դե դուք դզեք մենք հելանք։ Այլ արել են դրա համար, որ ասել են ժողովրդավարություն, այսինքն համատեղ աշխատանք է գնալու, իրանք պիտի անեն ներկայացնել, պիտի լսեն առաջարկներ, քննարկեն, ներկայացնել, այսպես պիտի գնա։ Դա տենց է։ Բան նկատեմ, ասեմ, լուսաբանում, ասեմ, ես ոնց որ այդքան էլ լավ չեք անում։ Բայց մեկին բերեմ, ինչ էր ասում են, Նարեկը սենց անում, ասում է, արա ոնց ասես։ Ասում է, բանա, մենք կկարողանանք, ես ինչ մի խոսքով, մենք կառավարման ոլորտը։ Արա, իսկ եթե չկարողանանք, ինչ է լինում։ Չես կարողանում ենք տենց հեշտությամբ ճանապարհենք, դե ինչ է լինում։ Ղրգացներով եկել եք գլխներից փորձ, այսինքն ինֆանտիլներին փակել եք վզներից, գլխներից փորձանք եք ուզում բերեք։ Ես կրկնում, ժողովուրդ, ես ուղիղ ասում եմ, ես ձեզ ուղիղ եմ ասում։ Քոչարյանի թևի ներկայացուցիչների, Սերժի թևի ներկայացուցիչների։ Դե Տաշիր Սամոյին առանձին թև չեմ համարում, ինքը Սերժի ու Քոչարյանի համատեղ ներկայացուցիչն է։ Լևոնի թևի ներկայացուցիչ։ Սրանցից որ մեկին ձեն եք տալիս, դուք ոչ թե ձեն եք տալիս իրանց, այլ ձեն եք տալիս, ինչպես Ստյոպա Սաֆարյանն ասաց, ամբողջովին համաձայն։ Կամ ոչ թե ձեն եք տալիս Նիկոլի դեմ, կամ ոչ թե ձեն եք տալիս իրանց, այլ ձեն եք տալիս ձեր պետության դեմ, պետության չլինելու մասին։ Այնտեղ լինելու են այլ ուժեր։ Մեծ նորմալ կմտածեք նոր։ Այսպես բարերարա։ Եկ քյա տղա, հիմի որ փորփրենք բարձվելու եմ այդ տղա է, դու բարերարության վրա ես մնացել։ Դա բունկերային առնետ է Պուտինը, բա ինչ է։ Ոչ մեն առնետ է։ Բայց նա Բայց մեծ պետության ղեկավար, ես այտենց բաներով, զգացմունքային բաներով չեմ սիրում շարժվել։ Ես նրանց քաղաքական բաներն եմ գնահատում իմ պետության հանդեպ։ Դե ինքը խիա մտե բունկերից հետո դուրս ու ներս անում մեկու մեջ, դա այլ հարց է։ Ես իմ պետության հետ թեմաներն եմ նայում։ Տաշիր գրուպը շատ բարեգործություններ է արել։ Վստահ ես, իսկ որտեղ կարանք ծանոթանանք փաստաթղթերով։ Գուրգեն Այդինյան ջան, որ խնդրեմ Կասեք, որտեղ կարող ենք փաստաթղթերով ծանոթանալ։ Ես հենց հիմի կարող եմ ձեզ ցույց տալ, օրինակ, մի հատ գրառում, հենց իրանց մոտ մեկնաբանությունների տակ, որտեղ որ քաղաքացին ասում է, այսա Զայրատկեն էլ նստում է մի րոպե հարագետի գտնեմ։ Քաղաքացին прямо իրանց мот նշել է։ Ասում է, Ташир должен за выполнение работы около 5 миллионов рублей лично мне более 1,5 миллионов рублей։ Ուրեմն, մարդը Արմեն Օրդանյան, աշխատել է փողը չեն դրել, միլիոն ու կես, կցել են, ու սերջ է, մի հատ էլ տղակար, դրանց փողեն էլ ձեռից խլել էին, մարդը դատական գործ կա այդ, չգիտեմ, փակել է այդ գործը, թե չէ, եթես խլել անուն էին չէին դրել, ասեն, արցախցիների ֆոնդ ունենք օգնելու ընդեղ ենք դրում, որ մարդը փող 10 միլիոնը ձեռից տարել էին ձեռից, Որտեղ մենք հետաքրքրվել եք ելում այնչով օգնել, կամ իսկապես մեր զինվորին ավելի բանը, Տաշիրին ավելի բարձր է գնահատում իր բարեգործությունով, քան զինվորի։
Բա մի հատ եկեք դրենք հարաբերության մեջ, նոր հենց նոր դրա մասին է խոսում։ Ինչի է օգնել։ Խիա օգնել, խիա հայ մարդը իր պետության մեջ հաղթած է երկրում, ունեցել այդքան տենց օգնության կարիք, որ ռուսալ օլիգարխ մի հատ պիտի լիներ, ռուսաստանցի, որ իրան օգներ։ Որ օգնել, որ ինչա աներ, ինչն է օգնել։ Օգնելա, որ չգիտեմ, դուր լուսամուտ դնի տան վրա։ Խի։ Օգնելա ու չի ուզել։ Ֆոնդեր գոյություն են, թող ֆոնդ բացել, եթե բարերարները աշխարհում շատ վաղուց անվանական իրաց անունով չեն են։ Ֆոնդերն են, որպեսզի մարդկանց, երբ որ անգամ աջակցում են կրթական ծրագրերի եւ այլն, այդպես բանի թող աջակցեն։ Աջակցում են, որպեսզի հետո ով որ աջակցվում է, ֆինանսական կախվածության մեջ չհայտնվի իրան աջակցողից։ Դուք տեղյակ եք առհասարակ։ Թե չէ սա ոչ թե լավության, այլ տրաֆիկինգի է նման, եթե ուզում եք իմանաք ծավը տանեմ։ 8 տարի անց կարելի է Ռոբերտա Ցավոտ Սերժա Ցավտարով ուրիշ թեմա չկա, 8 տարի Սերժ Ռոբերտյան արդեն ուրիշ թեմա չկա։ Արմեն ջան, լավ բան ես ասում, 3 դրա մասին եթեր եմ արել։ Մանրամասնել եմ որոշակիորեն, հիմա շատ ավելի համառոտ կգտնվեմ, ներողամիտ կլինես, խորհուրդ կտամ երեկվա եթերս նայես, բայց հիմա քանի որ այդ հարցը կարդացի ասա։ Չէ, չկա ապեր, ու հələ մի 50 տարի չի լինելու։ Գիտես խի։ Ասեմ խի, որովհետև այն վնասը, որ տրվել է Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին, իր տեղը 50 տարի հետո հələ ցույց է տալու։ Էդի այն պարագայում 50 տարի, եթե մենք 7 տարի առաջվանից ամեն օրով քրտնաջան սկսել ենք աշխատել մեզ վրա։ Եթե չենք սկսել աշխատել մեզ վրա, ուրեմն 57 տարի առնվազն։ Հասկանում ես։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը եղել է փոսի մեջ ու ինքը պետություն չի եղել։ Տնտեսությունը եղել է ամբողջովին կախված պետությունից մի հատիկ ճանապարհով։ Բանակը եղել է քարոքատ վիճակում։ Ու հազարած sense բաներ, քո ռազմավարական օբյեկտների տնօրենը դու չես եղել։ Ու որոշակիորեն դեռ դու չես։ Ոայո, այս ամեն ինչը շատ երկար ժամանակ է քաշելու։ Ու հələ շատ ենք խոսում, կներես, ինչի՞ս ես ուզում խոսենք, որի տակ չգտնենք Քոչարյանին ու Սերժին։ Ես առաջարկում եմ Արմեն ջան, ամենայն հարգանքով։ Արմենը։ Ես առաջարկում եմ գտիր մի հատ թեմա, նո չեմ ասում ֆիզիկայի կամ չնայած անգամ գիտությունից խոսելուց իրաց պիտի հիշենք, որովհետև գիտությունների ակադեմիան են փակում, որովհետև այդ բուհերը ես ինչ էին վերացել։ Գտի հայաստանյան իրականության մեջ թեմա, որը քննարկենք այլ ձևաչափով ու հանկարծ այնտեղ այս երկուսի անունը եւ այս երկուսը ասելով անձր չէ, այդ համակարգի բանը ազդեցությունը չլինի կամ ինչեւ հիմա իրանց գասնել տալուց չլինի ցավը տանը։ Ասեմ ավելին, եղբայր։ Երբ որ ԿՊ-ն չլինի իշխանություն ու լինեն նոր իշխանություններ, ովքեր որ ասենք թե էլի դա սրտացավ աշխատում են, հիմի թե ինչ բանով արդյունավետության հարցի մյուս կողմն է, բայց ասենք իմանալ որ աշխատում են, էլի նույն բանով էթում են։ Մենք ուզենք չուզենք, որոշ հարցերում անընդհատ մեջ բերել ենք նաև ԿՊ-ին։ Կներես, ինչի որևիցե մեկը չեք ասում, օրինակ։ Արա դե հոգնանք էլի ցեղասպանությունից եկեք մի խոսեք։ Ինչի չեք ասում։ Ասում, նորմալ է, չէ՞ որ չենք ասում։ Իսկ բայց ինչի չենք ասում։ Որովհետև գիտենք, որ դա լրջագույն հետ կա թողել մեր ճակատագրի վրա։ Լրջագույն։ Խեղել ու շեղել է մեր ամեն ինչը, սերնդե սերունդ, չէ՞ ախպերս։ Չենք կարող մենք ժամանակ առ ժամանակ դրանից չխոսենք։ Չենք կարող մենք դա մոռանանք։ Իսկ հավատա Հայաստանի Հանրապետությունում, որը 91 թվականին անկախացավ եւ անկախությունը գերագույն արժեք է։ Անկախությունից վերև արժեք չկա, գերագույն արժեք է։ Կա անկախության նման գերագույն արժեքներ, բայց այնց վերև արժեք չկա։ Այդ անկախությունը ստորադասվեց հետո։ Հասկանում ես, արյան գնով, հաղթանակի գնով, սովի գնով, ծանր կյանքի գնով, սրտի ու մտքի գնով ամեն ինչով ձեռք բերած անկախությունը, դա երկրաշարժի գնով ստորադասվեց, խլեցին մեզնից։ Ու 30 տարի լրիվ ուրիշ ձև գնաց։ Մենք չենք ունեցել պետականություն այդ ընթացքում։ Հա ինչ որ ափորմի տարած բան եղել է։ Դες մի հատ բան ով ասես ունի։ Հիմա 7 տարին բավարար սրոկա, որպեսզի չխոսենք դրանից։ Նախ դա պատմական փաստ է, ուզենք թե չուզենք խոսելու ենք, եւ երբ որ պատմական փաստն էլ մնում ինքը փորձում է հակադարձել, այդտեղ ավելի ես խոսում իրենից։ Որովհետեւ այդ ունես ձեռքի տակ։ Տենց է ցավը տանում։ Այդինյան, դեռ ոչ մեկ չի դատել։ Ես Այդինյան ջան, այդ թեման էլ, եկեք այս թեման էլ
ամփոփենք ու այսօրվա եթերը փակենք։ Այս ոչ մեկ չի դատելու թեման, շատ շահարկվում է։ Եթե անկես լինեմ, միանում եմ քո մտահոգությանը, ես ինքս նյարդայնանում եմ այդ թեմայով, որովհետև դատա իրավական համակարգի բարեփոխումները շատ դանդաղ են գնում ցավոք սրտի, բայց դրանք ունեն իրենց նաև օբյեկտիվ պատճառներ։ Գործեր կան, որոնց մեծամասնությունը ըստ օրենքի ու սահմանադրության վաղեմության ժամկետները անցել են։ Անցել են։ Ու այս տարի չեն անցել, անցյալ տարի չեն անցել, նախանցյալ տարի չեն անցել։ Վաղեմության ժամկետները անցել են։ Եվ եթե ծախսես փող, ռեսուրս, որպեսզի վաղեմության ժամկետ անցած գործը բերես դատարան, հետո վճիռը կարդաս, հետո ասես էս վճիռը, բայց վաղեմության ժամկետը անցել է, դա կլինի փողը վարի տալ։ Կան դրա համար ընդունվեց օրենք, գույքի բռնագանձման օրենքը, այսինքն ու որը ունեցավ հետադարձ ուժ, այլ կերպ չէին կարող։ Հիմա ոչ մեկ չդատվել է դնենք էլ մի հատ կողմ, չնայած շատերն են հետախուզման մեջ են փախած են Հայաստանից։ Բայց միատնային ապօրինի գույքի բռնագանձման օրենքով քանի 100 հոգի է անցնում։ Նայել եք Այդինյան ջան, այսինքն դա որն է, որ չի կարողանում մարդը զբաղեցրել է պետական պաշտոններ, բարձրագույն պաշտոններ, չի կարողանում հիմնավորել թե իրեն որտեղից այդ գույքը, ու դա որոշակի ապացույցներով որ գողացված է, գողությունը ինքնին վաղեմության ժամկետը անցնում է, անցած է, բայց գողոնը քանի որ հայտնաբերված է, վերադարձվում է բյուջե։ Այսինքն չի դատվում, ինքը չի նստում բերդ, բայց գողոնը վերադարձվում է բյուջե։ Հասկանում եք, այս միջոցը գտան, որպեսզի ինչ որ կերպ կարողանան ինչ որ բան անեն։ Սա ձեռք բերում է թե չէ։ Իսկ թե ինչքան են հետ բերել, դրա մասին կոնկրետ զեկույցներ կա, թույլ տվեք այս բանը պատրաստ չեմ չկարդամ, բայց կարեք ինքներդ ծանոթանաք ճիշտ ասած։ Հասկանում եք, Այդինյան ջան։ Այդ է հարցը։ Չեն դատել դրա համար։ Իսկ կան որոշ քրեական գործեր էլ կան, որոնց ժամկետները, քանի որ քրեական գործը ամեն վարկյանը հաշիվ է։ Ամեն վարկյանը, ուր մնաց թե տասնամյակները։ Երբ տակ հետքերով չես գնում, ինքը կարա անես մոլորեցվի քորի, որ ինչքան էլ որ ակնհայտ լինի շատ բաներ, իրավական գնահատական տալ, այսինքն հասնել դատական վճռի, դա չափազանց բարդ է լինում, որովհետև մարդը հակառակ է դատավորը հերնի, ասի սրան գնդակահարություն ոչը։ Բայց դիմում է Եվրոդատարան։ Եվրոդատարանը միջազգային դատարանը այդպես աշխատում։ Նայում է, ասում է, ստեղ բավարար չէ, ձևը չես հիմնավորել։ Ու մի հատ էլ ազատվում է հերիք չի, մի հատ էլ պետությունից փող է քաշում։ Դրա համար պետք է չափազանց հիմնավոր լինի քրեականի դեպքում։ Հետքերը սա կորցրել, իրենք գիտեն իրենք ինչ հանցագործություններ են չարել, հետքերը պատկերացնում եք այս տարիների ընթացքում ոնց են կորցրել։ Որ իրանք էլ ապուշ չեն, քրեական հանցագործներ են ամեն մեկը, նրանցից լավ, գիտեք, չէ, հանցագործից լավ օրենքները ոչ ոք չգիտի։ Հիմա Սերժն է բերել Նիկոլին, թե Քոչարյանը, ամեն մեկը մի բան է ասում, մարդ չի կարող արդեն շիվարեցինք, Արմեն ջան։ Նիկոլին բերել է ժողովուրդը, ես քեզ ուղիղ եմ ասում։ Ու հենց քո հարցի մեջ է քո պատասխանը։ Սերժականները ասում են Նիկոլին բերել է Քոչարյանը, քոչարյանները ասում են Նիկոլին բերել է Սերժը։ Այսպես բարեր են անում։ Նիկոլին բերել է ժողովուրդը։ Ու հեչված չի, եթե այնպես լինենք։ Կարա իր այդ էքսցենտրիկ բնավորությունը, որոշ քայլեր, ժեստեր, մեկից դուր գա, մեկից դուրս չգա, բայց կներեք պետությունը Նիկոլ Փաշինյանը հասցրել է մեր Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարթակներում այնպեսի մակարդակի, որ մենք դրա մասին երբեք չէինք կարող խոսենք կամ երազենք։ Սա գոնե, սա, եկեք գիտեք ինչ, բաներ կա, գնահատենք, էլի ամաչում եք գնահատել։ Կարող է հայաթում ասեն, որ վայր գնահատեցիր, ինչ վատ արեցիր, հա։ Այսինքն ես ինչ մտածելակերպը։ Մեր պետությունը մատ կասեք բացի Ռուսաստանի սրինգի տակ տրենգի բարելուց որպես պետություն աշխարհի որ երկրի կողմից է ընկալվել որպես սուվերեն միավոր ասում ամեն արտաքաղաքական գործիչը Սարուի Պոստանջյանն է։ Իհարկե, որ ասում են պրիվետ ռոբ, բայց հիմա ռոբի հարող կուսակցությունով բան է, չէ, ավականու անդամ է։ Շատ լավն է։ Չգիտեմ, հումոր եք անում, թե լուրջ եք ասում։ Լավ, ժողովուրդ ջան, արդեն բավականին ուշ է։ Գնանք հանգստանանք, վաղը էլի կշփվենք, կզրուցենք։ Այդ նարեկի թեման մնաց, լավ, մնա վաղը երևի կանդրադառնանք, բան չկա, ոչ չէ մինչև վաղը մի ապուշություն էլ կասի, էլի։ Լավ է, ժողովուրդ ջան, շնորհակալություն դիտելու, տարածելու համար, կհանդիպենք։ Ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք, բարի գիշեր ձեզ։